Արման Թաթոյանը լուրջ, պրակտիկ, ազնիվ, երիտասարդ եւ ապաքաղաքական անձ է։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին խորհրդարանում այսպես ներկայացրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Օմբուդսմենի թեկնածուն այսօր խորհրդարանում պատասխանում էր падգամավորների հարցերին։ Արման Թաթոյանին հարց տալու համար գրանցվել էր 30 падգամավոր։ Առաջին հարցը տվեց падգամավոր Թևան Պողոսյանը։ Որոնք են եղել այն անհաջողությունները կամ բաստողումները, որ մինչ այսօրս ՄԻՊ-ի գրասենյակի իր հետ կապված, այդպես ասենք, ինչպես ինստիտուտ ընկալումը հանրության կողմից ոնց կայացած ինստիտուտ չկա։ Արման Թաթոյանը օրենսդրական բացով է պայմանավորում այն, որ հանրությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի ընկալում որպես կայացած կառույց։ Օրենսդրական առումով այո, պետք է ուժեղացնել կարգավորումները, պրակտիկ առումով այս պահին ցավոք դեռ այն հասարակական ընկալումը չկա քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ ակտիվ համագործակցության, համընդհանուր նկատի ունեմ։ Ընդդիմադիր падգամավորներն ամեն գնով մարդու իրավունքների պաշտպանից փորձում էին լսել պատասխանն այն մասին, թե կան կամ գոնե եղել են Հայաստանում մարդիկ, ովքեր հետապնդվել են քաղաքական հայացքների եւ գործունեության համար։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Թաթոյանին հարցրեց, որ եթե ընտրվի մարդու իրավունքների պաշտպան, օգտագործելու է քաղբանտարկյալ եզրույթն իր գնահատականներում, թե ոչ։ Վստահ եմ, որ ծանոթ եք ԵԽԽՎ 1900 քաղբանտարկյալի սահմանում բանաձևին, որտեղ ներկայացված են քաղբանտարկյալի սահմանման 5 չափանիշ եւ Եվրոպայի անդամակից պետություններին կոչ է արված վերանայել քաղբանտարկյալների գործերը։ Դուք պատրաստվում եք ձեր աշխատանքում օգտագործել այդ գործիքը եւ պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնց կալանավորումը համապատասխանում է 1900 բանաձևի չափանիշներին։ Դուք քաղբանտարկյալ բառը օգտագործելու եք այդ առումով։ Գևորգ Սաֆարյանի եւ Վարդգես Գասպարի ազատազրկման հիմքերը հիմնարար համարում եք։ Պատասխանելով Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Լևոն Զուրաբյանին, Թաթոյանն ասաց, որ գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ գործի մանրամասներին։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը հստակ մեկ ընդհանրապես ընթացակարգ է նախատեսում գնահատական տալու հնարավորություն բացառապես հարցի հատուկ ընթացակարգով քննարկման արդյունքում։ Այսինքն ընդ որում հատուկ նշվում է, որ պաշտպանը պետք է հնարավորություն տա այն մարմնին, որի գործողությունները բողոքարկում են կամ որի խնդիրը վերագրվում է, ներկայացնելու պարզաբանումներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե լինելով արդարադատության փոխնախարար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կողմից առաջադրված թեկնածու արդյոք չունի որևէ կաշկանդվածություն։ Դուք ինչով եք վստահ, որ ձեր աշխատանքով դուք կարողանալու եք հանրությանը ապացուցել, որ դուք իշխանության դրածոն չեք, ինչի համար եմ ես ասում, որովհետև 1-2 տարի հետո չի բացառվում, որ մենք այստեղ, այս դահլիճում կրկին այս խնդրին անդրադառնանք, եթե հանկարծ պարզվի, որ դուք ձեր վրա դրած ինչ-ինչ սահմաններ կամ անհրաժեշտ ճակերտներից կամ այսպես սահմաններից դուրս եք եկել։ Ինձ առաջադրել է այո, խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող թիմը, բայց դա որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է այնքան ուժեղ սահմանադրական երաշխիքներով, օրենսդրական երաշխիքներով, որ այդտեղ աշխատանքի ճիշտ սկզբունքներ որդեգրելու դեպքում բոլոր խնդիրները կամ բարդությունները, մարտահրավերները հաղթահարելի են։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հունվարի 12-ին, ինչից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը պետաիրավական հանձնաժողովում առաջադրեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Խորհրդարանն ամենայն հավանականությամբ Հայաստանի 4-րդ պաշտպանին փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի վաղը, փետրվարի 23-ին։ Արփի Մաղսուդյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։